Տենց բան ասելուց հետո իհարկե դահլիճից մեր արձագանքներից հետո ասում եք, բա դուք եք պատասխանատու, դուք եք իշխանությունը, երկրում ինչ կատարվում է, պատասխանատվությունը դուք եք կրում։ Ու հետաքրքիր է, արդյոք պարոն Դանիելյանը օրինակ իրենց քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին ասել է. «Պարոն Քոչարյան, ինչու սպանեցիք Վազգեն Սարգսյանին կամ ինչու սպանեցիք Կարեն Դեմիրճյանին հոկտեմբերի 27-ին»։ Կամ արդյոք ասել է. «Պարոն Քոչարյան, ինչու մարտի 1-ին 10 քաղաքացու գնդակահարեցիք Երևանի կենտրոնում»։ Հարգելի քաղաքացիներ, իհարկե մեզ անհանգստացնում է թմրային միջոցների շրջանառությունը եւ մենք դրա համար քայլեր ենք ձեռնարկում։ Միջգերատեսչական հանձնաժողով ենք ստեղծել, դատավարական օրենսդրություն ենք փոխել, նոր գործիքակազմ ենք ձեռք բերում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ շրջանառության դեմ պայքարելու համար։ Կամ գալիս եք գլուխ եք գովում, թե դուք ռևանշիստ եք, մենք էլ ձեր դեմ պայքարողն ենք։ Իսկ ով է ռևանշիզմը։ Ռևանշիստը փոխվրեժի ձգտող, որևէ բանի համար փոխադարձ պատիժ, վնաս պատճառելու ձգտող մարդն է։ Եվ հարգելի գործընկերներ, պետք չէ ռևանշիզմով գլուխ կովել, որովհետև ռևանշիզմը երկրորդ համաշխարհային պատերազմի այսպես գլխավոր մոտիվն էր, երբ ֆաշիստական Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմին իր կորցրածը ետ բերելու ռևանշիզմով հրահրեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այսինքն ռևանշիզմը խթանում է նոր հակամարտություններին եւ առաջին խոչընդոտն է խաղաղության հաստատմանը։ Սպասեք եւ ձեր ռևանշիստական օրակարգով մյուս տարի ընտրություններին նոր օրակարգ կբերեք ռևանշիզմը եւ եթե կստանաք մանդատ քաղաքացիներից, այդ օրակարգով առաջ կշարժվեք, իսկ մեր օրակարգը ինչպես այսօր, այնպես էլ վաղը լինելու է խաղաղությունը առանց ռևանշիզմի։ Մենք պատմական Հայաստանի որևէ փուլում լավագույն քարտեզներով տարածքների վերականգնման ռևանշիստական գործողությունների դեմ ենք։ Պետք է քայլեր ձեռնարկենք պաշտպանելու համար մեր իրական Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը ցանկացած սպառնալիքից։ Ինչ վերաբերում է օրակարգային հարցին,